Բացասական է երկու երկրներ նստեցյան տարածում են տարբեր հաղորդակցություններ հեռուստազրույցի բովանդակության վերաբերյալ։ Հայկական կողմը ասում է, որ խոսք է գնացել այս տնտեսական պատժամիջոցների հետ կապված, մինչդեռ ռուսական կողմը հստակ ևս մեկ անգամ առաջ է քաշել Աստանայում, այսպես ասենք, համատեղ հայտարարությունը 4 երկրների հանրաքվեարեք, որոշեք, ԵԱՏՄ-ում եք, թե ԵՄ-ում եք։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ գիտենք, որ սրան զուգահեռ ել ավելի են սաստկանում հայկական արտադրության ապրանքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Ամեն դեպքում ինչ որ կատարվում է տեղի ունենում մի պատճառով, որ ընդհանուր ոչ թե տարածաշրջանային, այլ ընդհանուր համաշխարհային մակարդակով շարունակվում են եւ բախումներ, եւ առճակատումներ, մի խոսքով մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկացած քայլը կամ քայլ կատարելու մասին հայտարարությունը բերում է նման հետևանքներին։ Իհարկե, տվյալ դեպքում մենք չպիտի վստահենք, թե ինչ է հայտարարում Երևանից ընտրություններում հեղաշրջում կատարող մի քաղաքական վերնախավը, թե ասենք քաղաքական ուժը, որը հենվում է զուտ արևմուտքի օգնության ու հանուն արևմուտքի ձեռնարկում է այս կամ այն քայլերը, նախորդ մեր զրույցերի ժամանակ ես մի քանի անգամ ընդգծել եմ, չէ, որ պետք է դիտարկել գրեթե բոլոր իրադարձությունները ընդհանուր տրամաբանության սահմաններում։ Տեսեք, տվյալ դեպքում Ռուսաստանի նախագահ Պուտինը պնդում է, որ որոշակիորեն հենց Երևանը պետք է հստակեցնի իր վերաբերմունքը ապագայի վերաբերյալ։ Հարցը այն չի, դու Եվրամիությունում ես, չնայած դու դեռ Եվրամիությունում չես, կամ Եվրասիական տնտեսական միությունում ես։ Հարցը այն է, որ դու պետականորեն հորենք ես ընդունել եւ պրակտիկորեն վավերացրել ես, որ դու գնում ես Եվրամիություն։ Մարիամ, ես պետք է բացատրեմ, թե դա ինքնաբերաբար բոլորը իմանում են, որ Եվրամիությունը հենց Լավրովի կողմից, այսինքն Ռուսաստանի արտգործնախարարի կողմից հայտարարված է, որ պատերազմը գնում նատոյական երկրների հետ, թեկուզև էլ Ուկրաինայում։ Ես ճիշտ եմ ասում, թե ոչ։ Հիմա դու հայտարարում ես, որ դու Ռուսաստանի թշնամիների նույն շարքում ես։ Քեզանից
պահանջվում է հստակեցնել կամ դու իրականում բարեկամական, այդպես ասած, երկիր ես, կամ դու տշնամական երկիր ես։ Այսինքն, եթե դու Եվրամիության հետ ես, բնականաբար քեզ պետք է համարեն, ընկալեն որպես տշնամական երկիր։ Իմիջիայլոց երևի կհիշեք, քանի անգամ ես դա հայտարարում էի, որ նույնը հնչում է այս կամ այն ձև Իրանի կողմից։ Ու մենք վերջերս ստացել ենք ապացույց, որ նույն Ուկրաինայի հարցի շուրջ աճում է փոխադարձ թշնամանքը արևմտյան Եվրոպայի տվյալ դեպքում, չնայած արդեն դա դժվար է տարանջատել արևմտյան Եվրոպա ԱՄՆ-ից ու Իսրայելից ու Իրանի միջև։ Դա այն վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ ուկրաինացիք հարվածել են իրանական նավը Կասպիցում։ Այդ երևի բոլորը գիտեն, ես չսկսեմ հիմա մանրամասներ պատմել։ Տեսեք, ինչ մեկնաբանությունը դա ստացել է Ռուսաստանի կողմից։ Մի խոսքով, դա իշխանական, ասենք, շրջանակներից չէր, դա փորձագիտական, ասենք, կարծիքը, բայց շատ դյուրին ու շատ հիմնավորված կարծիքն է։ Մարդիկ բացատրել են, որ նման կարգի հարվածները, ինչպեսի նաև հարվածները Ռուսաստանի խորքերին, գոյանում են իսրայելական բազաներից, որոնք տեղադրված են Բաքվի ռեժիմի տակ գտնվող տարածքներից։ Իհարկե, մեզ չեն նշել այդ իսրայելական բազաների տեղադրման կետերը, բայց մենք երևի թե հուշում ենք, չէ՞, որ նրանցից մի որոշակի քանակությունը այսօրվա դրությամբ գտնվում է հենց զավթած Արցախի տարածքում։ Ահա թե ինչու մենք ասելիս, որ դու ընտրում ես, դու տվյալ դեպքում արդեն Ռուսաստան-Իրան տանդեմի բարեկամական երկիրն ես հանդիսանում, թե Ռուսաստան-Իրան տանդեմի տշնամական չամբարում ես հայտնվում։ Հիշում եք, որ այդ իշխանավորներ կոչվածները մայիս ամսին, այն Եվրամիության բան կար, ստեղ միջոցառում կար Երևանում, բերել են ջղուդ Զելենսկուն ու ստեղ իրավունք են իրան տվել աջ ու ձախ հակառուսական ճարեր արտաղայտել։ Երևի հիշում եք։ Հիմա դա ինչպիսի պետք է, ասենք, բնութագրվի, ոչ թե Մոսկվայում, Մոսկվան իր կարծիքը արտաղայտել է, որ եթե դու ամբիոնը Երևանում տրամադրում ես մեր տշնամիներին, ուրեմն դու տշնամի ես։
Բայց դա ինչպես կընկալվի նույն Իրանում։ Այնա Զելենսկին չի թաքցնում, որ դա իր հրամանովն հարձակվել իրանական նավի վրա, որը դու գիտեք երևի, մեկ զոհված, մի քանի վիրավոր։ Մենք անպայման դրան կանդրադառնանք, Հա։ մինչ այդուհանդերձ Ռուսաստանը ավելի կստացկացնի այս ճնշումը եւ ինչ սպասել առաջիկայում։ Ես կարծում եմ, Երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինքնիշխանությունից, ինքը ինքնիշխանություն է բերել, հակառակն են մենք ականատեսը լինում, արդեն աղաչում է, իրեն կորցրածանվում է, խնդրում է, ամեն ձև փորձում է հանդիպել, հանդիպումը չեղավ, Արցախի ու չեր լինի մինչև ինքը չհեռանա իշխանությունից։ Կարելի է այդպես բնութագրել։ Մինչև նա չհեռանա իշխանությունից, ոչ մի հանդիպում տեղի չի ունենա։ Առնվազն Ռուսաստանի նախագահի հետ։ Այնա մենք տեսել ենք, գնացել է նույն Տեհրան, գնացել է թաղման մասնակցելու համար, ընդեղ էլ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել։ Չնայած ես ընդգծված ձեզ ասել եմ, այդ նույն թաղավարից, որ ուրիշների հետ իրանացիք հանդիպել են, թաղումը եղել էր գլխավոր պատճառ, բայց ընդեղ եղել են հանդիպումներ եւ բանակցություններ Թուրքմենիայի ներկայացուցիչների հետ, Չինաստանի ներկայացուցիչների հետ, ել չեմ ասում ռուսական պատվիրակության հետ, բայց բոլոր փորձերը, որոնք ձեռնարկվել են այդ իշխանավորների կողմից, տապալվել են ոչ միայն Ռուսաստանում, նրանք տապալվել են նաեւ Իրանում։ Ես ինչու եմ բերել այդ պատմությունը նավի հետ կապված, որովհետև Իրանը արդեն երկրորդ թե երրորդ անգամ հայտարարում է, որ Ուկրաինան իր օրինական ինչն ասում տիրախներից է։ Այդ հարձակումից հետո, բայց դու շարունակում ես խաղալ նույն Զելենսկու հետ, դու շարունակում ես խաղալ, դա խաղ է, դա քաղաքականություն չի։ Այն դեպքում, որ արդեն գիտես, որ հայտարարվել է, որ Իրանը անպայման կպատասխանի Ուկրաինային։ Այսինքն դա նշանակում է, որ Իրանը անպայման եւ այդ արևմտյան հարձակմանը, դա արևմտյան հարձակումը Ուկրաինան այդքան ոչ թափ ունի, ոչ խիզախություն, որ վերցնի եւ 1000 կիլոմետրի հեռավորության հարված հասցնի զուտ քաղաքացիական օբյեկտի վրա։ Ինչ որ չասեն ուկրաինացիք այսօր օրը։ Ահա այդ պատճառով մենք ընդգծված ուզում ենք նորից մատնանշել։ Նույն ֆոնի վրա Ռուսաստանն ու Իրանը եւս մի անգամ ցուցադրեցին, որ նրանք մտադիր են կամ արդեն պլանավորել են էլի ուժեղացնել իրենց ռազմավարական դաշնագիրի տարբեր կետերի իրականացում։ Ինչ ուզում եք ոլորտ վերցրեք, ցանկացած ոլորտում։ Ճիշտ է, այդ ֆոնի վրա էտել է մենք նկատում։ Իրանը վերջերս տեսել եք երկու նախաձեռնությունը չի առաջ քաշել ու չգիտես ոնց, չգիտես ինչ տրամաբանության համաձայն հայկական այդպես ասած ներկայացուցիչները չեն մերժել Իրանի առաջարկությունները։ Խոսքս այդ էներգետիկայի ոլորտում նախաձեռնությանը եւ այն հայտնի ձևաչափի շրջանակում առաջարկությանը, որ եկեք մենք ավելացնենք գազի մատակարարումները Իրանից դեպի Հայաստան, իսկ դուք կավելացնեք էլեկտրաէներգիայի մատակարարում Հայաստանից Իրան։ Երևի դուք լսել եք այդ երկու առաջարկությունների մասին։ Ու տեսեք, արդեն
խոսքը գնում, որ պետք է լինի էներգետիկական միջանցք Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, ու դա եւս չի մերժվել Երևանի կողմից։ Ահա թե ինչու մենք իրոք սպասում ենք, որ մինչև Ռուսաստանը չի ստանա պատասխանը, թե Երևանը ում կողմից է տարածաշրջանում, արևմուտքի, թե Ռուսաստան-Իրան այդպես կոչված ռազմավարական զույգի կողմ է։ Մենք չենք էլ ստանա պատասխան ուրիշ հարցերին։ Սասկացնի Ռուսաստանը վերաբերմունքը, թե չի սասկացնի։ Արդեն իսկ մենք դա պետք է հաշվի առնենք այն նույն տեսակետի, ասենք, որ Ռուսաստան ու Իրանը ինչ են նախապատրաստում տարածաշրջանում։ Իրանի առաջարկություններից մենք զգում ենք, թե ինչ է պատրաստվում։ Հիմա Փաշինյանները մի որոշակի ընտրության առջև են կանգնած։ Կամ պետք է իրոք համաձայնվեն Աստանայի հայտարարության հետ ու անցկացնեն հանրաքվե։ Երկրորդը, կամ պետք է ուժեղացնեն տարբեր կարգի, ասենք, պատժամիջոցներ, թե ինչ ընդդիմադիր ուժերի դեմ, իսկ դուք տեսնում եք, որ դա օրեցօր ավելանում է, ճնշումը։ Այսինքն ճնշումը ուղղված է կոնկրետ այն մարդկանց դեմ, որոնք տավանդաբար ընդունվում են որպես Ռուսաստանի մարդ։ Այնա դուք երևի լսել եք, որ ինչ-որ քրեական գործ են հարուցել վեղապարի դեմ, փոխանցել են դատարան, ինչ-որ Նարեկ Քարապետյանից են անձեռնխելիություն են հանել, եւ այլը։ Ու մենք հասկանում ենք, որ իրականում Երևանյան իշխանավորները ցուցադրում են, որ նրանք պատրաստ են Եվրամիության պահանջներ կատարել։ Դուք Եվրամիության երևի պահանջը հիշում եք։ Դուրս մղել ռուսական բիզնեսը Հայաստանից, խզել բոլոր կարգի ուրեմն մշակութային կապերը Ռուսաստանի հետ, եւ այլը, չթվարկեմ, երևի բոլորը գիտեն այդ պահանջները Եվրամիության։ Տվյալ դեպքում մարդիկ շատ իրավացիորեն պահանջում են դու ես քո տարածքում ընդունել օրենք ԵՄ մտնելու մասին։ Դու էլ պիտի պատասխան տաս։ Տվյալ դեպքում դու այդ պատմական, այդպես ասած, պահին դու արդեն ես ավելացում եմ ոչ թե Ռուսաստանի թշնամիների չամբար, այլ դու մեր Ռուսաստան-Իրան զույգի թշնամիների չամբարում ես, թե դերևս շարունակում ես մնալ բարեկամական երկիր։ Հարցը դա է։ Ու հարցը իհարկե կապված է դրա հետ, որ այն ցահիկները, որը իբր թե Եվրամիությունը համաձայնվել է ընդունել իր շուկաներում, չգիտես ինչու Բելարուսիայի միջով փորձում էին մտցնել Ռուսաստան, այն էլ կեղծ փաստաթղթերով, թե իբր թե դա ալկոհոլային արտադրանքի ինչ-որ մի բեռներն են
բերում Ռուսաստան։ Իհարկե նման սուտը, որ բռնվում է, ակնհայտորեն էլ ուրիշ միտքել չես ունենա, որ ասես թե դուք փորձել եք ֆրցնել, խապել, գեղավարի, իջևանավարի, էնոքևանավարի, եսիմինչի վարի, ու դուք ուզում եք տվյալ դեպքում ստանալ մարդկային վերաբերմունք, բնականաբար դա չի լինելու, ընդհուպ միջև դուք չհեռանաք իշխանությունից, կամ գոնե պատրաստականություն կդրսևորեք հաշվի առնել գոնե այն շահերը, որոնք եւ Իրանը եւ Ռուսաստանը այս կամ այն ձև արտահայտել են։ Եթե մենք պատերազմում ենք արևմուտքի դեմ, պետք է ընտրեք, ինչ եք ուզում։ Իրանի դեպքում մենք գիտենք, որ մարդիկ պատրաստ են հարվածել։ Պատրաստ են։ Իրանի դեպքում մենք տեսնում ենք, որ արդեն այդպես ասած աստիճանաբար եւ զգուշորեն Ալիևի ռեժիմն էլ է ստացել համապատասխան նախազգուշացումներ։ Կորպուսի կողմից, թե ուրիշ օղակների կողմից, բայց ստացել։ Հիմա բայց արդեն ստացել է տվյալ դեպքում Ալիևը, դեռ Ալիևը, Փաշինյանը դեռ չի ստացել, նաև ռուսական կողմից, որ եթե Ռուսաստանի եւ Իրանի դեմ հարձակումներում օգտագործվում են Ալիևյան տարածքներում գտնվող իսրայելական բազաները, ապա Ռուսաստանը եւ Իրանը իրավունք ունեն նախաձեռնել ինչ-որ պաշտպանողական գործողություններ։ Ես ձևակերպում եմ պաշտպանողական գործողություններ, բայց դա շատ լայն հասկացություն է, ու դա բավական ընդգրկուն է, ու մենք հասկանում ենք, որ ոչ մեկը պարտավոր չի, ասենք, խոստանալ կամ հայտարարել, թե մենք հարվածելու ենք, թե ոչ։ Պետք եղավ կհարվածեն։ Ամենայն դեպս, այսօրվա օրով իրավիճակը սաստկանում է ոչ միայն տնտեսական ոլորտում, որ դուք տեսնում եք, որ այն ապրանքները չեն ընդունում, այս ապրանքները չեն ընդունում, նորանոր ասենք պահանջներ են ներկայացնում, ֆիտոսանիտարական կամ ուրիշ մի ասենք ոլորտի պահանջները։ Այստեղ հարցը մի քիչ ընդգրկուն է եւ մի քիչ համընդհանուր է։ Դուք պետք է հստակ որոշեք եւ հայտարարեք։ Դուք մեր թշնամիների հետ եք, թե դուք մեզ հետ եք։ Ահա սա է եւ Պուտինի պատասխանի էությունը եւ իրանացիների տեղի ունեցած առաջարկությունների իմաստը կամ ստեղ կամ ընդեղ ու մենք ասինքն հայկական կողմը վերջը պետք է որոշի նա ուզում է որ իր որակյալ կան, ասենք կամ անվորակ
ապրանքները իրացվեն, թե չպիտի իրացվեն որևէ մի շուկաներում։ Բաց արդեն պարզը Այնա բոլորը խոստովանում են, սկսած մակրոններից ու պիկրոններից, որ ոչ բոլոր Եվրամիության երկրները պատրաստ են ի վնաս իրենց հայրենական ապրանքը արտադրողներին սխմել հանուն դրան, որ ընդունեն Հայաստանից վարունգները, կամ ձկները, կամ ծաղիկները, կամ եսիմինչները, տիրանները, ոչ բոլոր երկրներ են պատրաստ։ Ու այդ դեպքը, երբ որ այս ծաղիկները չգիտես ոնց հայտնվել են ոչ թե Լատվիայում, ինչպես խոստացել են Ուրսուլաներ ֆոն դեր Լայենը, այլ հայտնվում է Բելարուս-ռուսական սահմանում Սմոլենսկի մարզում։ Դուք պետք է արդեն հաշվի նստեք դրա հետ, որ Եվրամիությունը պատրաստ չի բացել շուկաները զուտ հայերի համար։ Եվրամիությունը թքած ունի, ոնց որ ժամանակին Եվրամիությունը թքած ունեցել Վրաստանի արտադրանքի վրա։ Վրացը գիտեք ինչքան եղել են երախտապարտ եւ հպարտ քաղաքացիներ, ու ասում մենք գինիներ ենք մեր վրացական համով կտվաչար ենք Եվրամիությունում։ Շատ ինձ կներեք, Եվրամիությունը վրացիներին բավական շուտապույտ տեղ է նստեցրել։ Այդ պատճառով վրացիները գնացել են, սկսել են ընդունել հենց Ռուսաստանի որոշակի պահանջները, որովհետև նույն վրացական գինիների շուկա ավանդական, դա Ռուսաստանն է, ոչ թե Եվրոպա։ Իրոք, տարբեր Եվրոպաներում բավական դժվար է մրցակցել իրենց իսկ ենթադրենք գինիների ավանդական արտադրողների հետ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, օրինակի համար են վերցրել մի ապրանքատեսակ, չէ՞։ Հիմա դուք ուզում եք մրցակցել այդ ձկների շուկայում, ասենք Եվրամիությունում նույն Իտալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի հետ, մի քիչ ծաղելը չի թվում ձեզ։ Շատ լավ, նախ մյուս հարցերին մենք տեսնում ենք, որ Հայաստանում բռնաճնշումները շարունակվում են, կարճ անդրադարձակ, բայց վերջին տեղեկությունները դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույքեր։ Նորից դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790 դրամ։ Խնդրեմ, այս գողությունը, այս մարդկանց այս ամենը ինչի դրսևորում է։ Ես չգիտեմ, որն է տվյալ դեպքում իրական միտքը այդ դատախազությանը, միթե դա Փաշինյանի ուղիղ հրամանի իրականացում չի, օրինակ, միթե դա քաղաքական հետապնդումների եւս մի դրսևորում չի, ինձ թվում է դա քաղաքական հետապնդումներն են, ու դա կարելի է հիմնավորել, որ բոլոր նրանց դեմ ուղղված ինչ-որ մի կուրս են իրականացնում, որոնք հանդիսացել են ընդդիմադիր ուժեր, քաղաքական գործիչներ։ Հիշեցնեմ եւս, կաթողիկոս Գարեգին Բեի հարուցած քրեական գործը փոխանցվել է դատարան։
Դա նույն շարքի որոշումներից է։ Նարեկ Կարապետյանի, ասենք, այդ պատգամավորական անձեռնմխելիությունի զրկումը, դա եւս պատկանում է այդ որոշումների շարքին։ Ու այդ պատճառով մենք չպիտի տարանջատված դիտարկենք, ելի եմ կրկնում այդ սահմանումը, ում դեմ ուղղված են բոլոր այդ կարգի հայտարարված, ասենք, ցանկությունները, որոշումները։ Այն մարդկանց դեմ, որոնք ավանդաբար մենք Երևանում ընկալում ենք որպես ճակերտավոր Ռուսաստանի մարդ, չէ՞։ Դուք տեսել եք նմանատիպ, ասենք, ինչ-որ ոտնձգություն Տեր Պետրոսյան ընտանիքի դեմ, որը ժամանակին բավական լավը լափել է, չէ՞։ Հիմա այս ամեն ինչի։ Բայց քանի որ նրանք հանդիսանում են Փաշինյանի քնքահայրեր, իրենց դեմ ոչ մի բան չի ձեռնարկում։ Մենք տեսանք, որ երեկ էլ իր տիկինը խոսում էր, որ իրեն սպառնալիքներ են հնչեցնում եւ դատախազությունը միանգամից ընթացք տվեց, բայց որևէ ասելիք կա եւ կնոջ Արեգտան Մանուկյանի տարանեն կալանքի զրկելով անչափահաս երեխայից եւ մեծահասակ մորից, որևէ ասելիք կա, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բղավում էր անվանի մանկաբարձի վրա եւ սպառնալիքներ հնչեցնում, երբ մետրոյում կնոջ եւ նրա երեխայի վրա էր բղավում, խնդրեմ։ Ինչու միայն այդ բան խեղճուկրակ բժշկուհու, որոնք գործից ազատել են, մոռացել եք։ Բա այն մյուս այդ այո, վնգոստներ, ասենք, ինչու չեք զոհվել, դա կոնկրետ ոչ թե մարդկանց դեմ է, ասենք, ուղղված, դա կոնկրետ Արցախահայերի եւ Արցախահայության հետ փոխկապված մարդկանց դեմ է ուղղված։ Այսինքն դա կոնկրետ բնակչություն պարակտելու, թույլատնելու քաղաքականությունն է, որը չես կարող չտեսնես, չնկատես, որ դա արվում է իշախ եւ իօքուտ կովկասյան թաթարների, իրենց փարագլուխ Ալիևի եւ այլոց։ Վերջը նրանք այստեղ ում գործակալներ են հանդիսանում։ Բնականաբար արևմտյան աշխարհի, թուրքական աշխարհի, ջղուդական աշխարհի, նրանք հայերի կողմից չեն եւ հայկական շահերի արտացոլում չեն։ Նրանք դրսի ուժերի գործակալական ցանցը Երևանում։ Ահա այդ պատճառով ինչ որ մենք տեղի ենք, ասենք, ինչ որ տեղի ունենում եւ ինչին մենք, ասենք, ականատես ենք լինում, շարունակվում է։ Բայց երկու խոսք էլ պետք է ասենք, որ դա շարունակում է պատճառով, որ այդպես կոչված ընդդիմությունը, ես հատուկ ընդգծում այդպես կոչված, պատրաստ չի ոչ մի իրական եւ վճռական քայլերին կամ ի վիճակի չի։ Թող այդ ընդդիմությունը նա որոշի, նա պատրաստ չի, թե ի վիճակի չի։ Դա այն ժամանակ, որ այդպես կոչված բացասական քաղաքական կապիտալը արդեն կուտակվել է նույնիսկ երևի թե չափից դուրս։ Բիզնես ոլորտում գրեթե բոլորը վնաս են կրում։ Խոսել, բարբաչել, հայտարարել հնարավոր է, մինչև որ քո եկամուտի աղբյուրը
չի չորանում։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ծառուկյանի դեմ հարուցված տասնյակ մի խոսքով բազում գործեր բերում են դրան, որ փակվում են այն տնտեսական օբյեկտները, որոնք քիչ թե շատ, բայց մենք կամ ենթադրում ենք, կամ գիտենք, որ պատկանում են Ծառուկյանի այդ մուլտիգրուպ խմբին, չէ՞։ Հիմա տեսեք, քանի հազար մարդ իրականում զրկվում է ոչ միայն աշխատանքից, գործից, այլ նաև փողից, եկամուտներից։ Հազարավոր մարդիկ շպրտած են դուրս։ Հազարավոր մարդիկ չգիտեն ոնց գոյատևեն, որովհետև եթե կանգնել են իրենց աշխատատեղերը, բնականաբար խոցված են իրենց ընտանիքները, իրենց տները։ Բանակում մահեր են, երեք ահազենք է Հա։ ստացել, որ ծիծաղալու եք ծեծել, հասել եք, բնան իհարկե հերքում է, բայց դե իրենց հերքումը թող իրենց պահեն, մայրը տղայի դեմքը անգամ չի ճանաչել, դեֆորմացված է եղել, մինչդեռ բններից ասում են, թե ուրիշ պատճառով է զինվորը հայտնվել հոսպիտալում, խնդրեմ անցած շաբաթ էլ հերթական մահը գրանցվեց բանակում, խաղաղություն է, սահմանի կրակոցներ չկան, ներսում կան։ Հա, պատերազմ չկա իբր թե, բայց զոհերը եւ վնասվածքները շարունակվում են։ Դա նշանակում է երևի մի բան, որ նման կարգի հանցանքները ուղղված են կոնկրետ այն տղերքի դեմ, որոնց մասին իմանում են, որ նրանք չեն հարում այսօրվա վերջապետին, այսօրվա այդպես կոչված քաղաքական վերնախավին։ Մենք իհարկե բոլոր իրադարձությունները ականատես չենք եղել, չենք կարող վկայել, որ դա այդպես է, թե այնպես է, բայց գիտեք ինչ, թիվը արդեն դառնում է ամոթալի։ Խաղաղության մեջ ապրող երկրում, բանակի շարքերում շարունակվում են մահեր։ Ասես թե ինչ է, զորավարժություններ են տեղի ունեցել, որ զորավարժությունների վաղտ դա հալինում է, դժբախտ պատահարներ եւ այլ, բայց տվյալ դեպքում շատ լավ երևում է, որ դա միտումնավոր սարքած սպանություններ, ծեսկրտուկներ եւ այլը։ Մենք չենք կարող, ես օրինակ չեմ կարող եւ հիմք էլ չունեմ ասել, թե դա պատճառը էտա, թե էնա, բայց այն փաստը, որ Պաշտպանության նախարարությունը ուժգին ջանքեր է գործադրում, որպեսզի թաքցնի իրական պատկերը, դա երևում է, ակներև է էտի։ Դա ակներև է։ Ու չեն ցանկանում ճշմարտություն ասել, թե այդ ոնց է եղել։ Դա շատ ու շատ բանի մասին մտածելու տեղի կա տալիս։ Նշանակում է մեր մոտ նույնիսկ բանակի շարքերում մտցնում են նույն ներազգային, ներժողովրդական, ասենք, այսինքն ժողովրդի մեջ պարակտումներ, որոնք հիմա իրականացնում են իշխանավորները ցանկացած ոլորտում։ Տեսեք, այդ միջադեպը, տիկնոջ ամոթալի
պատմությունը, որ եկել է մարդը արտահայտել է իր դժգոհությունը ու ասել է ինչ մտածում է, գործից իրան հանել են, դուրս են շպրտել։ Այդ մետրոյի իրադարձությունը, որ մարդը տղամարդ քեզ ասողարը հարձակվել է զոհված զինվորականի ընտանիքի վրա վիրավորելով հայհոյելով ինչի մասին է դա խոսում ու վկայում, որ բարոյական այդպես կոչված ստանդարտները արդեն Երևանում չկան, ցավոք սրտի։ Առաջ նմանավանդ զոհված զինվորների, սպաների, ազատամարտիկների ընտանիքները եղել են ուշադրության կենտրոնում։ Դժվար է հիմա ասենք ապացուցել դա, բայց եղել են։ Քիչ թե շատ եղել են։ Այսօր վեր կարեք այդ նույն դեպքը բժշկուհու հետ։ Մարդը ինչ է ասել է այն ինչ որ մտածում է, հարցը տվել իր եղբոր մասին, էլի զոհված զինվորների շարքից է իր եղբայրը, ու ի պատասխան ստանում է հայհոյանքներ և այլ մեղադրանքներ և վերջում, որպես այդպես կոչված վերջնաարդյունք, իրան հանում են աշխատանքից, այսինքն մատնում են սովամահին, այսօր որով դա տենց է, ունես աշխատանք, երկը կտրղած կարաս առնես, չունես աշխատանք, սովամահ։ Ու մենք տեսնելիս դա ամեն ինչը, եկեք փոխկապենք դա այդ հեռախոսազրույցի հետ, որի մեջ շատ կոնկրետ հարցեր են հարուցվել Երևանի առջև, կամ պատասխանում ես, կամ իրականացնում ես այն, որ մենք քեզ խորհուրդ ենք տվել, կամ էլ հույսեր մի ունեցի, որ մենք քեզի, հիշում եք ինչպես այնտեղ ձևակերպումը, նույնիսկ արտգործնախարարության կողմից է, Զախարովայի խոսքերը հիշեք, մենք պարտավոր չենք քեզ վճարել, որ դու անցնում ես չամբարը թշնամական։ Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն պարտավոր չէ երևանյան տականքներին վճարել, փող տալ, որպեսզի նրանք սուսուփուս գնան, անցնեն ֆաշիստական ուժերի չամբար։ Բա Փաշինյանները ոնց էին մտածել, որ իրենց պիտի վարձատրեն, հա, կերակրեն, որպեսզի այդ ժեխի ընտրազանգվածը լրի, կայֆ ստանա, գնա ստեղ ընդեղ ճաշկերույթներ ունենա, ուրախ զվարճալի։ Չէ, եսա կստանաս շատ ավելի կտրուկ վերաբերմունք, եթե չի լինի իրականացված այն, ինչ որ առաջարկվել է։ Պահանջներ չկան, տեսեք ինչ են նրանք ասում։ Ոչ մի քննադատական, ասենք ինչ որ մի մտքեր մենք չենք էլ արտահայտում։ Երևանը ինչ ուզում է թողան է, բայց տվյալ հարցերում հստակեցում է պետք պահանջվում։ Ու մենք, ես ավելացնում ևս Մարիամ, նույն հստակեցումը պահանջում է իրանական կողմը։ Դու ում հետ ես,
Հա, իրանական կողմը մի քիչ ավելի ոչ կտրուկ է արտահայտվում։ Նա ենթադրենք առաջարկությունները առաջ քաշում, որոնք իհարկե հակասում են Եվրամիությանը, ԱՄՆ-ին, թելադրված եղանակներին եւ հորակարգին, բայց դա իրանական կոպիտ ասած տարբերակը դիվանագիտական։ Նրանք կտրուկ չեն ասում, որ չէ, դա չի լինելու, նրանք ասում են դեր արիստեղ ու լսի մենք ինչ ենք ասում։ Մեզ պետք է էներգետիկական միջանցք, Մարիամ ջան, Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Տեսեք, հետաքրքիր միտքը, չէ՞։ Բայց դուք նկատել եք, որ այդ էներգետիկական միջանցքի շրջանակում կարծես թե մոռացվել են Բաքվի տարածքները, Թուրքիա, Մուրքիա, Ֆուրկիա, ինչին առաջ Երևանի իշխանավորները պատրաստ են ցնկի ընկած չիչուների նման փլստալ հողի վրա, սղալ օծի նման։ Այդ երկրները անտեսնված են։ Նշված է Միջանցքի մասնակիցների երկրներ, որոնք Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Գիտեք, դա պատահաբար ընտրված երկրներն են, ոչ։ Կարծեմ նախորդ մեր զրույցի ժամանակ ես դա ընդգծել եմ, որ Անկարայում եղել են նատոյական գագաթնաժողով եւ այնտեղ Տրամպը կորզել է Էրդողանից, որ Էրդողանը կմիանա նատոյական երկրների Ուկրաինայում մղվող հակառուսական պատերազմին եւ Թուրքիան կմիանա նաեւ Իսրայել-ամերիկյան պատերազմի Իրանի դեմ։ Դե ուրիշ հարց, որ հիմա այդ Իրան-ամերիկյան ռազմաճակատում ակտիվ գործողություններ չեն կատարվում։ Լրիվ ուրիշ հարց է։ Դա փոխկապված չի դրա հետ, թե Անկարայի նատոյական գագաթնաժողովում ինչն է որոշվել եւ ստորագրվել։ Մեկը մյուսին չի հակասում։ Մենք հասկանում ենք, որ այսօրվա օրով լինի դա Ռուսաստան, լինի դա Իրան, իսկ որ Ռուսաստանը ու Իրանը բնականաբար մենք տեսնում ենք, որ պետք է նաև հաշվի առնես, որ դա եւ Չինաստանի շահերն են։ Այսինքն կամ Հայաստանը լուրջ հստակ ընտրությունը կատարում, այդ դեպքում վերաբերմունքը, ինչպես ռուսները ասել են, կարծեմ Պեսկովը չէ այդ ընդգծել, որ դե թող որոշեն այն դեպքում մենք կմտածենք նոր վերաբերմունքի մասին։ Ահա թե ինչու մենք այսօր երևի թե վերջակետ չենք դնում, ստորակետ ենք դնում, ասում որոշումը ձեր մոտ է։ Այդպես ասած ֆուտբոլային գնդակը, քանի որ ձեր դաշտի ձեր մասում է։ Քանի որ երևի գիտեք, վերջերս եղել է աշխարհի ֆուտբոլային առաջնություն ԱՄՆ-ում եւ նոր է ավարտվել, դրա համար այդ ֆուտբոլային, այդպես ասած, լեզու կարելի է օգտագործել։ Այդ գնդակը դեր Երևանյան դաշտում է։ Եվ վերջին հարց, երբ իրավապահ համակարգը կենտրոնացրել են ընդդիմադիր հայաստան ունեցող մարդկանց ահաբեկելով, մենք տեսնում ենք վերջին ծեծի դրվագներից մեկը Կոնջորյանի եղբայրն է ներառված եղել, այս ամեն հետ կապված, եւ իհարկե ինչն է պատճառը, փողը, բնականաբար, քբականներն արդեն իրար են ծեծում։ Խնդրեմ։
Ես դե ես չեմ կարող մեկնաբանել, այսինքն նույնիսկ ցանկություն էլ չկա որևէ մեկնաբանել, թե Քոջարյանները ոնց են փող բաժանում, թե չեն բաժանում, դա ով է կազմակերպել, թե չի կազմակերպել, տեսեք նրանք կարելի է նույնիսկ պատմական մի հատ դրվագ բերել, որպեսզի համեմատելով դուք հասկանաք, թե ինչ է տեղի ունենում, ուրեմն կա այդպիսի մի առասպելական պատմվածք, Մարիամ ջան, միջնադարում քաղաքների մեկի փողոցներում հանդիպում են երկու մարդ, նրանցից մեկը եղել է աշխարհահռչակ, բանաստեղծ, ես փիլիսոփա Օմար Խայամը, երկրորդի անունը հիմա մի քիչ դժվար է ինձ բերել, բայց ես ասեմ միայն մի բան, հետագայում այդ մարդը դարել է այդպես կոչված ասասինների ուխտի առաջնորդ, ասասինները դա միջնադարյան Պարսկաստանի են գաղտնի ծառայություններից է, որը ուղղված է եղել թշնամիների դեմ, ընդունված է նաև կարծել, որ դա եղել է այդպես ասած հատուկ պատրաստի միջնադարյան սպեցնազ, որը իրականացնում էր տարբեր կարգի պատժիչ գործողությունները իրանացիների թշնամիների դեմ։ Այդ պատմվածքի կարճ բովանդակությունը այդպիսին է։ Թուրքերը, տվյալ դեպքում թուրքերը ասենք, ձերբակալում են Օմար Խայամին, Օմար Խայամը նեղվում է բնականաբար ու նստելիս ձերբակալված այդ հրապարակում, այդ քաղաքի հրապարակում, այդ մարդը մոտենում ասում է, լսի, այստեղ նստած ինչ ես անում, հալա տես սրանք, որոնք մեր թշնամիները, ինչպես իրար պիտի ուտեն, ու շպրտում է զուտ մի քանի այդպես կասեմ կոպեկներ, ու իրոք այդ ձերբակալածների պահապանների շրջանում սկսվում է ցեսկրտուկ, որը վերանում է շուտով մարդասպանության, կոպեկների համար, ու այդ Օմար Խայամի հետագա ինգերը ասում է, հələ տես, սրանք զավթիչներ են, իրար կոտորում են մի կոպեկի համար, տես մենք ինչքան հեշտ կարող ենք իրենցից պրծնենք, ու նույնը վերաբերվում է այդ ցեսկրտոկի, որը տեղի ունեցել է եղբոր հետ, Քոջարյանի հետ, թուրքերը կոպեկի համար մամայել կծախեն,